Ուշադրություն եմ ուզում դարձնեք այն քաղաքական ուժերին, ովքեր խոսում էր ձեր անունից, ժողովուրդ ջան, ժողովրդավարությունից, հայ ժողովրդի շահերը պաշտպանելուց, հայ ժողովրդի ընտրությանը հարգելուց, հա, չգիտեմ, արժանապատվությունից եւ այլն։ Բարևում եմ ձեզ, ժողովուրդ ջան, խնդրեմ, որ լինեք ակտիվ, դնեք ձեր լայքերը, գրանցվեք իմ ալիքին, քանի որ դուք ձեր ակտիվությամբ գնահատում եք իմ աշխատանքը։ Ուրեմն, քանի որ այդ նույն ուժերը, ովքեր որ խոսում էին ձեր մասին, ու ոչ միայն ձեր մասին էին խոսում, այլ պաթոսներ էլ էին, չէ, տարածում, հասնենք սասուն մտնենք վան, չգիտեմ, Թուրքի վեննենք, կդրենք արունը խմենք, մազերները պոկենք, ելնենք ոտանավորներ, հա, ասենք, չգիտեմ, ինչ որ առակներ ասենք, եսի ինչեր ասենք, ինչքան հայրենասիրական բաներ ասես, արտասանենք, ինչքան հայրենասիրական բան ասես անում էին։ Հիմա ինչ դուս եկա, որ այս ամենից հետո այս մարդիկ չեն ճանաչում հայ մարդու անկախ ընտրությունը, այսինքն մարդը եթե ընտրել է համի այս կառավարությունն է, սիրես չսիրես, դու պետք է հարգես, վերջո հայ մարդու ընտրությունն է, ճիշտ է։ Համի բախի չես հարգում։ Դու խես այս հայ մարդու ընտրությանը ասում անօրինական ընտրություն, այսինքն դու մերժում ես հայ մարդու ընտրությանը, ուրեմն որ այս սրանք տենց էլ կային, հա, չտենում ես արդեն փթիրներով իրանք իրար են միանում, ինչու եմ ես փթիր ասում, որտեվ եթե դու չես հարգում հայ մարդու ընտրությունը, ուրեմն դու մինիմում փթիր ես, հա, հիմի տեսնում եք փթիրներով իրար են միանում, ժողովուրդ ջան, այս ամեն ինչը որ ես պատմեցի, իհարկե մենք գիտեինք, մենք քննարկում էինք իրար հետ մեր եթերներում, հա, դրա համար էլ ասում եմ կիսվեք, տարածեք, մի ալարեք, նայում եք, հետևեք, վերջը գրանցվեք այս ալիքին, ամեն անգամ մտնում եմ դնում եմ 40%-ից ավել, ինչ 40, 50-60%-ը նայում է ու չի գրանցվում, մթով ինչ, գցենք, այս դրա համար եմ ասում, որ մենք լուրջ վերլուծություններ ենք անում մեր քաղաքական դաշտում եւ անվանորեն նշում ենք, որ սրանք սաղ սուտ են խոսում, ձեր անվան տակ են խոսում, բայց իրականում թքած ունեն ձեր ընտրության վրա էլ, որոշման վրա էլ, այս դրա համար ենք ասում։ Հիմի տեսակ, որ տենց էլ կա։ Գագիկ Ծառուկյան, ժողովուրդ ջան, Գագիկ Ծառուկյանը չի անցնում ազգային ժողով, ըստ վերջի Կիրակի օրվա այդ հայտարարության կենտրոնական ընտրական հանձնաժողովի, հա, հիմի գիտեք ինչ անեմ, ուրախանամ, գիտեք ես երբ կուրախանայի, որ Գագիկ Ծառուկյանը կապած լիներ իր գործերին, ինքը ընդհանրապես չպետք է քաղաքականության մեջ լիներ, ինքը պետք է կպներ իր գործերին, իր բիզնեսներին, խելոք իր համար աշխատեր, երկրի համար աշխատատեղեր բացեր, ներդրողներ բերեր եւ այլն, ինքը քաղաքականության մեջ ընդհանրապես պետք է չլիներ, մանավանդ Սերժ Սարգսյանի հետ այն բուհու գուհու այդ որ չգիտեմ այդ կիլոմբոների հա էլի ոնց էին հայերեն ասում, ոբշեմ այդ բազարներից հետո բայց արի ու միտես այս մարդիկ միջև մի քաղաքականության մեջ են եւ սրա մեղքը իհարկե իշխող ուժինն է, Նիկոլ Փաշինյանինն է եւ իր իհարկե քաղաքական ուժի, որ այս սրանց հարցերով տենց էլ չզբաղվեցին։ Ու գիտեք ինչ կա, այս թավիշը կամ վերջ եք տալիս, սկսում եք լուրջ կպտնում եք եւ սկսում եք պետական դավաճաններին պատժել են համաներում, չգիտեմ, վաղեմության ժամկետ, եսիմ ինչ, ուրեմն ոչ մի նորմալ որ ասում է մարդու համաներում չկպավ, հա, մի կասեք ինչի մասին է խոսքը հանցագործի նորմալը բան որն է, դե ժողովուրդ կան հանցագործություններ կան, որ այնքան թեթև են կամ ինչ որ հանգամանքներից բերված ինչ որ հանցագործություններ են, մանավանդ եթե մարդ չի մահացե, այսինքն կյանքի ոչ մեկը կյանքից չի զրկվել, եթե մատերիալի ինչ որ վնաս, մատերիալը կարելի է հետ բերել էլի, այդ մարդկանց համաներում տալը հասկացանք, այս սրանք հլը չեն դատվել, նենց պաշտոնյաներ կային, ինչ որ մեղավոր բան ճանաչվեցին, բայց համել դատարանում համաներվեցին, մատ խայտարակություն, էսա ինչ է նշանակում։ Ես մի քանի անգամ խոսացել եմ, որ ուրեմն դատական համակարգը չի գործում, դատական համակարգը փթիր է, որտեվ եթե դու լավ դատական համակարգ ես, ոնց կարաս երկրի դավաճաններին չդատես, այսինքն դու պետական հակապետական ես, հիշում եք ես անգամ արձագանքեցի այն ժամանակ տարբեր մարդկանց, որ ասում էին հելնենք այդ թանկ հիմա դատարանների դեմ, ասում էին գեր ջան, ձեզ ընտրել ենք, այն էլ երկրորդ անգամ են, վաղ երկրորդ ընտրել ենք, բա կապեք գործեր ինքն մենք պետք է գանք ձեր տեղ ամեն անգամ ժողովուրդ էսյան, ամեն անգամ ժողովուրդ էյան։ Ու անգամ ես այն վաղ օրինակ բերեցի, որ ասեմ նույնա ոնց որ բերես տունը մարդ բերես ռեմոնտ անեն,
Հա, չգիտեմ, պոլերը փայլցնի, պատերը չներկի, սենց ինչ-որ մի բան, ասի դե գիտես ինչ կա, գնա, բան արա, հա, արի դու ներկի, բան կամ չգիտեմ ինչ արա, բա քեզ խի եմ բերի ախպեր։ Ես դաժե հիշում եմ, որ մի անգամ այս օրինակը բերեցի, մեկը ասեց ինչ ես բան որ մարդկանց չգիտեմ ընդ վիրավորում, բայց դե ինչ վիրավորանք բան կար, ես այն վաղ տենց էլ չհասկացա այս իմաստը, ինչ վիրավորանք կա, մարդուն բերել ես որ գործ անի, եթե գործ չի անում, բայց չասես լավ գործ չես անում, համի նույնն է, հենց հակառակը, ես նույն հավասարության մեջ եմ դնում, ինչ վարչապետ, ինչ բանվոր, նույն հավասարության մեջ են, ամեն մեկը իր գործը դի լավ անի։ Ինչ վերաբերվում է ուրեմն Ռոբերտ Քոչարյանին, ես այն իմ Facebook-յան գրուպայում ուղարկեցի, որ Ռոբերտ Քոչարյանի վիդեոն էլ ուղարկեցի, որ ինքը ուզում էր Հայաստանից դուրս գալ, ինձ համար գիտեք ինչա հետաքրքիր, այդ ինչ եղավ, որ ընտրությունից հետո դուք Հայաստանի համար այդքան պետքա պայքարեիք, Հայաստանի համար վիզ դնեիք, բայց հենց ընտրությունում պարտվեցիք, վազելով, սաղով, հմի ինչ-որ միտեղ ուզում եք գեթակ, մի, չգիտեմ, մեկը երևի ուզում է էթա Պուտինի հետ խորհրդակցի, վախում է հեռախոսով խոսա, որտեղ մի անգամ խոսած զապիս արին, հմի կարող է մի հատ էլ զապիս անեին, հա, մեկը չգիտեմ, ընդ հենց նույն Գագիկ Ծառուկյանը ուր ես ուզում էթա սապեր, բա արյուծ մարյուծը իր ֆրցնում, հələ մի հատ նստի քո հետ խոսալու բաներ կա, ուր ես ուզում էթաս վռաս, այդ ուր ես ուզում էթաս գործով, դուք սաղդ գործով էի թմեք թռնվեք չեք գալի, ու գիտեք տարօրինակը որն է, որ այս սրանք սաղ աշխարհը թողած չէ, այդքան երկրներ կա աշխարհի վրա, չէ, հա, բայց սաղ Ռուսաստան են էթում, Նարեկն է էթում ուզում Մաշնովանցնի, էթա չգիտեմ, Լարսով էթաս էլի Ռուսաստան, ուր ես ուզում էթաս, իդեպ կասկածներ կան, ինչ որ աղբյուրների մոտ, կասկածելու իրավունք մարդիկ ունեն, կասկածներ կան, որ դուք հոշ արած այն համբալներին, որ բերել էիք Հայաստան, հա, այդ դրանց դեպի փող տայիք Լարսում, Հայաստանում չէիք ուզում տայիք, ուզում էիք իթայիք այդ Լարսի աները փող տայիք, այդ համբալներին, համբալավճարը շպրտեիք դեմքերին։ Դրա համար հենց ինքը Նարեկն էր ուզում այդ համբալավճարը երևի շպրտեր էր։ Ես ասում եմ, սրանք կասկածներ են, իրավունք ունեն, կասկածելու ունենք։ Եթե չէ, բա Նարեկ, բա վիզա իր դնում հայերի համար ուր է իր դեմ։ Կարող է դες էդի Սերժի Հայաստանն արա, որ հելնես, չգիտեմ, ախրանիկով մարդ տփես, բան ինչ ուզենաս անես։ Վերինգ ինդե նստի սպասի, հələ սպասի իլը կտենանք։ Ինչ փողի մասին է խոսքը, ինչքան փող եք տվե, այդ ուր է իր ուզում այդ հայր, որ երկիրը բանը փրկում է իր թե ումից է իր փրկում կամ այդ ում նարատիվներն է իր բերե թուրքական կապում հայ ժողովրդի վրա։ Էսի սենց, սրանց հետ էս լեզվով պետք է խոսա Ժողովուրդ ջան։ Ուրեմն փթիր հայերի մասին, այն որ մեկ եկել էր գրում էր Բան այսքան մարդ կա, բան Ռուսաստանում դու ոնց ես այս բան ասում, ասեմ արա լավ եմ անում ու քեզ էլ եմ ասում։ Ես ամեն անգամ միշտ ասել եմ իմ խոսքի մեջ, որ խոսքը չի վերաբերվում ողջ հայերին։ Ու միշտ ասել եմ, որ Ռուսաստանում լիքը պատվաբեր, լավ թասիբով, այն որ ասում է հայեր կան, Հայաստանի մասին մտածող հայեր կան։ Խոսքը իրաց մասին չի, այս իլի եկել է իր կակեբեական այն անբարոյականի տղա խաղերն է տալ, էլի ժողովուրդ ջան։ Խոսքը այն դրանց մասին է, ումոր որ ուղղորդել են, իսկ ուղղորդվածները մինիմում համբալ են, մինիմում, որտեվ նորմալ մարդը կյանքում իրան թույլ չի տա որ իրան ուղղորդեն։ Սրանք ոնց որ անցյալ հաղորդման մեջ ասեցի, բան է, էլի գոմի վեճի ոչխարներ են, ասում են գնաս թե թմեն, բայց որ չասես ոչխար, բա դու ոչխար ես, եթե քեզի հոշ են արում դու գնում ես, դու ոչխար ես, տնով, տեղով, ցեղով, ամեն ինչով դու ոչխար ես, հասկանում եք, դուք չեք կարող լինեք լավ մարդ, դուք չեք կարող լինեք արժանապատիվ, դուք ոչխար եք, ձեզի ուրիշ բառ ասել չկա, ոչխարի նման հոշ, բացի դրանից իհարկե հայոց պետականության դավաճան ինչ-որ մի կենթանիներ եք, էսի միշտ հիշեք, էլի ասում եմ խոսքը նրանց մասին է, ու որ ուղղորդել են, ոչխար ժողովուրդ, ոչխար, դավաճան, ոչխար ժողովուրդ, ես էլ այդ մարդու բանն եմ ասում, պատասխան եմ տալի, ես չիմանաս գրիր բան, ես էլ պետք է ասեմ հատենցա, ոչխարին ոչխար եմ ասում, քո նմանինն էլ եմ ոչխար ասում։ Էսի սենց ժողովուրդ ջան, ուրեմն Ռոբերտ Քոչարյանը, ուրեմն այո, Ռոբերտ Քոչարյանը, ժողովուրդ ջան, Ռոբերտ Քոչարյանը, նա ի տարբերություն Գագիկ Ծառուկյանի, որ ինքը կարող Գագիկ Ծառուկյանը կարար կպներ հանգիստ իր գործերին բիզնեսով զբաղվել, Ռոբերտ Քոչարյանը շուտվանից պետք է դատված լիներ։ Մինիմում 99 թվականից այս մարդը պետք է Նայիրի Հունանյանի կողը նստած լիներ։ Ոչ թե լիներ այսօր, չգիտեմ, ընդ ինչ որ խմբակցության ղեկավար, ինչ որ չգիտեմ,
Հայաստան դաշինք, մաշինք, ինքն էլ լիներ առաջնորդը բան, ռուսիկ լվալով, այլևին արդարացնելով, ասելով, որ այլևը մեղ չուներ, Հայաստանն էր մեղավոր եւ այլն, եւ այսպեսի անբարոյական հայտարարություններ անելով, որտեվ այս հայտարարությունները ուրիշ կերպ անվանել չի կարելի, անբարոյական հայտարարություններ անելով մանգար հայկական փողոցներով, որը որ իր համար օտար է, նա ինքը հայի համար երբեք չի ցաված, հակառակը ինքը հայի գլխին միայն փորձանք է բերել, եւ այս մեղքինն էլա իշխանությանը, միջև հիմի ինչի Ռոբերտ Քոչարյանը ձերբակալված չէր, որ հիմի նոր եք խոստալի, որ ձերբակալ եք, թույլ տվեք կասկածեմ, պարոն վարչապետ, ես կասկածում եմ, որ Ռոբերտ Քոչարյանին դուք ձերբակալեք, եթե ձերբակալեք ու իրոք կնստի ոչ թե էլի միամիս էս կոմ, այն կոմ, Հավայի մետո էլի դուզ գա, կարին, դզին, փչին, համաներին, վաղեդմության ժամկետ անցավ, չգիտեմ ինչ, в общем, եթե նստի, ես իհարկե նախ կուրախանամ ու ինքս, հա, այն որ ասում գովեմ ձեր այդ քայլը, բայց կներեք, այս 8 տարի է սպասում ենք, տենց էլ այս մարդիկ չձերբակալվեցին, տենց էլ այս մարդիկ պատասխանատվություն չկրեցին, կամ ինչ թավիշ, եթե մարդը հանցագործ է ու դու գիտես, որ ինքը հանցագործ է, ես պետքա քեզ չասեմ, դու գիտես, որ հանցագործ է, ինչ թավիշի մասին է խոսքը, թավիշ հասկացանք ինչ որ մի փոքր մոքր չգիտեմ ինչեր արել ձեն չհանենք ջրենք էթա բայց եթե մարդ հանցագործ է ու պետական հանցագործ է պետական փողերը կերել է արա Բայց որ ասում ասաղած գիտենք որ անփող եկավ միլիարդատեր դուս եկավ կյանքում մի հատ բիզնես արած չկար այդ ոնց այդ փողերը ուր դուս բան ու այս մարդը արդարացվել է ու սա դուք ուզում եք ասեք որ նորմալ է սա չի կարա լինի նորմալ հասկանում եք սա աննորմալություն է ու սրա մեղքը ձեր եւ ձեր թիմակիցների այն որ ասում է վազինա հա այդ լավա այսպես ասենք հայերեն եւ ոնց ուզում եք սրա տակից դուս եկեք ամեն անգամ պապը փլավ չի ուտում գիտեք ինչ կա ամեն անգամ ձեզ չեն ընտրելու մարդիկ հոգնում են անգամ այն մարդիկ ովքեր այսօր ձեզ սիրում են ձեր քաղաքականությունը հարգում են կամ ընդունում են գիտեք մի հատ պահ գալի որ հոգնում են դուք էլ գիտեք որ տենց ամեն անգամ ձեզ չեն ընտրելու եւ այն օրը որը եթե դուք սրանց չմաքրեք այս մոլախոտներին պետական դավաճաններին հա դուք շատ լավ գիտեք որ սրանք էլ լուրջ կապեր ունեն մեր պետության թշնամիների հետ եթե դուք սրանց հարցերը չլուծեք վերջը իրանք են ձեր հարցերը լուծելու ես էսի 100 տարի ասում եմ այս նույն բանը ու ժողովուրդն էլ գիտի որ տենց են մի հատ իդեպ ես ուզում եմ ասեմ որ հիմի ասում են չենք ճանաչում բան ընտրությունները հələ մտածենք վեկալենք մանդատը չվեկալենք в общем որոնցի լսեք դուք ավելի լավա չվեկալեք ոչ էլ գաք ընդ էլի որտեվ ձեր ռոժն ու ձեր խոսակցական թրքամետ մտքերը ընդհանրապես հաճելի չի լինելու հայ ժողովրդի համար բայց մի հատ բան եմ ուզում ասեմ քանի որ Սավել Կարապետյանը ինքը քաղաքական գործիչ չի եւ ամեն անգամ որ խոսում է այնպիսի խայտարակ սխալներ է անում հա քաղաքականորեն այսպես ասած ոչ միայն լեզվի այ քաղաքականորեն այնպիսի խայտարակ սխալներ է անում որ ամեն անգամ են որ ասում ավելի ու ավելի քիչ ձայներ են հա իրանց օգտին լինելու չնայած իրանք նենց էլ չէ որ շատ ձայն ունեն դուք հասկացաք էլի դզել փճերբերներ հայվաններով համբալներով փողերով բան սենց աշխատողներով այդ ամեն ինչով սենց դզին փչին սենց ցեխոտ մեխոտ իրար կապցրին էսի եկավ հասավ էս իրանց մաքսիմումն է սրանից ավել են որ ասում է կներեք ես խոսքիս համար ոռնել փետ կողես այս բանը ապարատը այս դրանից ավել չի շարժվելու այս իրա ռուսի մաքսիմում ուժն է Համից էս Պուտինին էս գլգլ ցնեսել դրանից էյան չի տալու էսա սրանց համար սրանց ուժը էսա ժողովուրդյան ուրեմն նայեք Սամվել Կարապետյանը ինքը ընդունեց որ ինքը չի ընտրվել եւ ընտրվել է Նիկոլ Փաշինյանը որովհետեւ ինքը ասաց որ 1.5 միլիոն ժողովուրդ ինձ խափեցին նախ 1.5 միլիոն ժողովուրդ քեզ չխափեցին Քեզ երբեք հայը, հայ մարդիկ, երբեք հայ ժողովուրդը քեզ խոս չի տվել որ դու դառնալու ես երկրի վարչապետ Քո երկրի վարչապետ դառնալը դա մինիմում Հայաստանի Հանրապետության կործանումն է, որտեղ դու քաղաքականապես անգրագետ մարդ ես, դու քեզի կողից տեսել ես քաղաքականապես հարգելիս։
Ես ոչ մի բան քո, չգիտեմ, անցած ճանապարհի հետ կապված, չգիտեմ, չունեմ, չնայած կասկածներ ունեմ, բայց տենց ընդհանուր առմամբ չունեմ, ոչ քո ինչ-որ մարդ տեսակի, չգիտեմ ինչ, բայց երբ որ դու գալիս ես իմ տան մեջ ու ուզում ես դառնաս երկրի վարչապետ, ունենալով վարչապետի 0 գիտելիքներ, հա, դու ավտոմատ կերպով պարչի որ պիտի թիրախավորում ես մեր կողմից։ Դու հելար ու ասեցիր 1.5 միլիոն մարդ, ինչ խափեց, ինչ չընտրեց, Նիկոլին ընտրեց։ Հա, բա Նիկոլին ընտրեց։ Բա ընդունել ես որ Նիկոլին ես ընտրել, բա ինչա թիմդ հելնում քո վրից թռնում։ Քեզի Գիտես ով էր ասել պարոն Կարապետյան որ դու հաղթելու ես քեզի հելել էր ասել էր բանը չգիտեմ Ռուսաստանից ինչ որ մեկն էր հելե քեզ ասել որ դու կհաղթես խափել էր ինքը հույս էր դրել այն համբալների վրա ում որ հոշ կաներ կգան քեզի կընտրեին ուրիշ ոչ մեկ քեզի չէր ընտրելու հասկանում ես այսինքն որ արժեքիդ համար պետք է նա դու քեզի գցի բռնի ասա քաղաքականապես որ արժեքիս համար որ փող եմ տվել եկեղեցում իմ ու կնգաս նկարն են խփե հա այդ արժեքի համար թե ինչ որ միտե կարող եմ դբրոց եմ սարքել չգիտեմ ինչ որ միտե օրինակներ եմ ասում էլի չնայած դու էիր ասում հիմար են որ դբրոց են սարքում ասենք դու պատկերացնում ես դու ինչ ես ասում չգիտեմ կամ կենթանի մեռելներ բան ասած ինչ որ բառեր դու էիր ասում ինչ որ այա բայց չգիտեմ, ինչ որ միտե կարող է ինչ որ մի հատ լավ բան է սարքել կամ բարեգործություն է սարել, մի դրա համար քեզ պետք է ընտրեք։ Համի դու բարեգործություն է սարել, թե ինչ որ համի էլ են տժվժիկի պատմությունն է սարքում, ասես դու հիշակ, sense բան եմ արել, սոխը լավ կդրել ես, հա։ Բարեգործություն է սարել, բարեգործություն է սարել, սուս մնա նստի քո համար, ինչ ես եկի, ես բարեգործություն եմ արել, ինձ ընտրեք, բան չգիտեմ։ Էդ էլ հարցա բարեգործություն է սարել, թե փող ես լվացել։ Յան տվեք Հայաստանից դուրներդ գալիս է Ռուսաստանը գնացեք ձեր Ռուսաստանը ապրեք ինչա տարածքը հերիք չի անում հա Սան Պետերբուրգից միջև չգիտեմ Վլադիվաստոկ sense թռի ու թռելիքը ճանապարհ sense իրար մեջ ընդ ինչ ուզում եք արեք իրար պասեր տվեք գցեք ընդ իրար մեջ չգիտեմ խուլիգանավատներ արեք դրեք չգիտեմ հարկեք մուծում եք չեք մուծում կամ ուրիշի բիզնեսն եք խլնում այդ անօրինականությունը տարեք ձեր Ռուսաստան, որտուց որ ուզում եք բերեք, հա, անդե դուք ձեր մեջ ձեր Պուտինավատներ արեք։ Իդեպ Պուտինի շնորհավորել է Հայաստանին, դա ոչ դա ցույց է տալի, որ այդ մարդը ոչ հայամետ մարդ է, որ ասում է ես կհարգեմ, բան գլուխը պատին կտա ինքը ոչ մի հայի, ոնց կարող է ինքը հայի արժանապատվությանը, հայի որոշումները հարգի։ Ինքը միշտ հային նայել է, թե ինչքան պետք է վաճառի Թուրքին, Պուտինի աչքերը այդ են։ Երբ որ հայ ազգը կատարում է ընտրություն, դու չես շնորհավորում, այսինքն դու չես ընդունում հայ ազգի ընտրությունը, էլի, սենց էդ էլ ասեմ, որ իմանաք։ Ժողովուրդ ջան, այդ էլ մի դավաճանել չնայած մենք գիտենք որ դավաճանա, բայց այն որ ասում է քաղաքականապես կույրերին ասում ենք, այս են ձեր դավաճանները, տեսեք որ սաղ աշխարհը Հայաստանին շնորհավորում է, մարդամեկը չի շնորհավորում։ Այն երկիրը, որտեղ որ օրենք գոյություն չունի, այն երկիրը, որտեղ որ ընտրություն չեն անում, ընտրություն սեն զաստավիտ են անում, ինքը պետք է ասի թե ինչ անդունում։ Գլուխը պատինա տվե ու իր աջակիցներով հանդերձ, իհարկե ովքեր որ Հայաստանին դեմ են։ Գլուխները ծաղավ, ասես մեծով փոքր, ասես դդմ պատին եք տվե։ Գնացեք կպեք ձեր գործերին ու հերիք անդե Հայաստանին SV-ո բան։ Բախտներդ փորձեք, հետո կտեսնեք ինչ կլինի։ Ես չեմ ասում ինչ որ Միջասեն մեծ խոսում է։ Ես չեմ ասում ինչ որ Հայաստանը այնց հզոր շատ երկիր է եւ կարող է 140 միլիոնանոց երկրին, հա, այդ ատոմային բոմբով բան չոքսնել, բան։ Պրոստը գիտեք ինչ կա, նախ Ռուսաստանը նամի այն վիճակում չի որ մի հատ էլ SV-ով մեր մոտ սկսի, հա, այն շատը կարա Թուրքին մեր վրա կսի տա։ Բայց այս բանում ես դաժե կասկածում եմ որ Թուրքը այդպիսի քայլի կեցա, որտեվ հաջորդը կարա ինքը լինի։ Հասկանում եք, եթե ինքը ուղիղ իմաստով հիմա ինչ-որ SV-ով բան ուզենանի Հայաստանին, իրավիճակը շատ վատ է աշխարհով մեկ, вообще վատ կդառնա, եթե Ուկրաինայում ինչ-որ բաներ ուզում է սղցնի, բան, չգիտեմ, ռուս դե Կիև, Միև անդե խաղցնեմ, չգիտեմ ինչ ենամ, բայց ոչ մեկ իհարկե չի ընդունում այդ հանցագործի խելառ մտքերը, ես ուզում եմ հիշեցնել, էլի, որ Պուտինին ձերբակալման օրդեն են տվել միջազգային դատարանում էլի սենց չիմացողները թո իմանան էլի մարդ ես ընդ Ռուսաստանը ոնց հասկացա շատ զոմբիացած իրոք զոմբիացած մարդիկ այն Սալավիով լսող լրիվ մարդկանց ուղեղը չգիտեմ
բան են արել, սենց հարցացրել են, հենց ալքերը էլ չի աշխատում, հա, այդ ձևի սենց զոմբիացրած վիճակ են սարքել։ Ձեր ոչ բարով նախագահ ինքը աշխարհով մեկ բանա անցագործ, այսինքն ինքը Մոսկվայում էլ նորմալ չի կարող լռի, որտեվ ուկրաինական այդ դրոնները ամեն անգամ ավելի մոտիկ եւ մոտիկ են լինելու։ Մեկ էլ են ատոմային բոմբը, որ ասում են, չնայած անցյալ հաղորդման մեջ ասեցի, նորից եմ ասում, որ դուք շատ մի այդ ատոմայինով թպրտացեք։ Ուկրաինան հնարավորություն այսօր ունի հենց նույն Չեռնոբիլի այդ աթխոդները վերցնել եւ շպրտել Ռուսաստանի վրա։ Համի դա կլինի ֆլամինգոյով, թե կլինի դրոններով, թե կլինի ոնց, ամեն դեպքում ձեր համար շատ վատ կլինի, հասկացեք, դուք չեք կարողանա ապրեք ձեր քաղաքներում այդ կայից հետո։ Էսի սենց ճառագայթված այդ բաները, որ շպրտի, դրա մտե ոնց եք ապրելու։ Պետք է թողեք թռնեք այդակ ձեր Սիբիրները։ Էդի սենց, հետո այդ մարդը ինքան է յանը տարե, ասեք մի հատ բան ցույց տամ, էլի։ Հետաքրքիր վիդեո տեսա համացանցում, որտեղ որ դե գիտեք, իրանց համար շատ վատ է Ուկրաինայում։ Անդեն որ ասում է, հա, առաջ են հանուն արդարության ասենք, բայց այդ առաջ այդալ են, որ ասում է առելի զոհերով, մա ջարդուխուրդ լինելով, տեղեր էլ կան, որ հետ են անգամ գնում, в общем, շատ վատ է իրանց վիճակը եւ մանավանդ այն որ ասում է օկուպացված տարածքներում շատ տեղերը ժողովուրդը բենզին չունեն, որտեղ Ուկրաինան հարվածում է անգամ այդ բենզին տանող մեքենաներին, ժողովուրդ ջան։ В общем, շատ վատ է վիճակը եւ անդե խոսում է մի զինվորական, չգիտեմ Պուտինի հետ, ասում է, գիտես ինչ կա, դե ասում է հակառակորդը Starlink ունի, ով որ չգիտի Starlink-ը ինչ է, դա ինտերնետ է, հա։ Ուրեմն ինտերնետ է, որը որ կոսմոսից բանով է, սատելիտով է, լավ, սենց ասենք, սատելիտով միանում է, ժողովուրդ ջան, այսինքն որտեղ աշխարհի վրա ուզում ես լինես, եթե դու մուտքի հնարավորություն ունես, մուտք ես անում եւ չգիտեմ, սարի գլխին ինտերնետ ունես, բան, հա, որ պատկերացնեք։ Եվ ուկրաինական դրոնները այդ սատելիտ ինտերնետով են աշխատում։ Ամիս վայնին ասում է դե իրանք Starlink ունեն, իրանք կարում են դրանով կռվեն, մենք չունենք Starlink էլի, բան էլ ավելացնեմ, որ չգիտի Starlink-ը ռուսների համար արգելվել է Elon Musk-ինն է Starlink-ը, մի խոսքով իրանց համար վատ լինի, հա, ասենց ասած, Պուտինը ասում է ոնց չկա, մենք ունենք, ուրեմն զինվորականը ասում է մենք չունենք, ինքը ասում է մենք ունենք, պրոստը սենց նոր ենք սենց թողարկի բան, պրոստը ունենք, բայց հենց որ ասում է ռաշիրից պետք է անը։ Մի խոսքով էլ մի հատ պասեք մի հատ բան անեմ, այդ մոմենտը նայենք շատ հետաքրքիր է։ Ընդալու էլ է, էլի, մեկ վարքյան։ Ժողովուրդ ջան, մի հատ ես միացնեմ։ Փոքրացնեմ։ Այստեղ էլ մի հատ ձենն էլ ուղեմ, որ իրար հետ նայենք, ուրամ ես կամարան։ Նայ, ժողովուրդ ջան, նայք։ Երևում է, մատեսի թարմացնենք։ Дроны противника летают под управлением спутниковой системы связи Starlink. А у нас такой системы нет. Путин на это ответил вот что. Я уже сказал, у нас такая система есть. Она появилась, она внедряется. Вопрос в масштабировании. Это требует определенного времени, но она создана, она функционирует. Вопрос в наращивании спутниковой группировки. Ну, то есть, ему военные говорят, у нас нет такой системы, нет, no, Владимир Путин, нет такой системы. Он говорит, есть у нас такая система. Сидя в Кремле, рассказывает он, собственно, военным, которые, находятся на поле боя, знают, есть она там или нет. Дроны противника летают под управлением спутниковой системы связи Starlink. Պատկերացնում եք շիզոֆրենիկի աստիճանը, անդե ասում են ախպեր չունենք մենք դրածին գասմա ունենք, ասма զինվորական ասма չունենք, գասմա մենք ունենք շիզոֆրենիկի։ Էս են սրանք։ Էս է ուզում ասել ժողովուրդ ջան, պետական էս, հա, մեկ էլ ընդ անպայման ասել չմոռանանք։ Այդ որ չինեմ գինտրոնական, ընտրական, այդ հանձնաժողովի դեմը մթում ինչ որ մի լաչարներով ուզում էին անդրահավականային մի 5 հոգի 3 մի 3 հատ լաչար 4 հատ գիշ 2 հատ թոփալ, կարող մի 3 հոգի էլ նորմալ մարդ լինեն այս խապված։ Էս է սրանց ընդհանուր առմամբ։
ուժը, հա, եւ այս հակապետական ուժերով ուզում են ինչ-որ Հայաստանում ինչ-որ, չգիտեմ, խնդիրներ ստեղծել։ Այսօր այսքան ասեցություն, հաջողություն ժողովուրդ։